Մտահոգված տարածությունը որպես նյութի մեջ մտածողության պրոյեկցիայի գաղափարով Վերջինի Պյոտրխովսկին հետազոտում է մենտալ, սոցիալական և մշակութային պատկերավորումների ինդեքսը ձևի մեջ։ Ինֆորմալ ուրբանիստական տարածքի խնդիրը գլխավորային է ռեզիդենցիայի ընթացքում իրագործված գործում։ Ինֆորմալ փողոցային քարտեզ, աննախագիծ ճարտարապետությունների մեկնաբանում, այդպես էլ անավարտ գաղափարների ավերում։ Այս սետը ներկայացված է լինելու նկարչության, վիդեոների և ինստալացիաների միջոցով։ Կուզենամ անդրադարձ կատարել շատ կարևոր մի պերֆորմանսի, որը իմ համար այս նախագծի մեջ կարևոր քայլերից մեկն էր, մեծ համագործակցություն էր Մելիքսեթ Փանոսյանի հետ, ով ինքը գրող արվեստագետ է գյումրեցի։ Մելիքսեթի հետ երբ առաջին անգամ խոսում ենք արդեն նախագծից, ով նաև նախագծի կոորդինացիան էր անում, իրեն երբ հարցրեցի, թե ինքը ինչ ֆորմայի մեջ է ստեղծագործելու, ինչ ֆորմա է ստանալու իր ձայնային ելևէջները, ինքը մի րոպե լռությունից հետո ասեց, կուզեմ լեննագանի ձենը կրնիմ, որը այնքան ոգևորություն, այնքան ազդեցություն կար, այսինքն ինքը իր խոսքը, իր միտքը, իր մտածելակերպը ասում է, խոսում է իր լեզվով, այսինքն չկա սաման իր երաժշտական, իր խոսքի ելևէջների մեջ արտահայտվելու։ And the past out of the space and created of your parts for 6 transparent rivers, he sets in motion creative errors for the bride of his unsatisfied grass. Eternally anxious dwellers, while those spring lines are lifelessly engaged in common work with mid-net. Մեքենաշինական արդյունաբերությունում կարիերայից հետո Ժենոլան արվեստի համար է թողնում աշխատավորական աշխարհը։ Նկարիչ, բանաստեղծ և քանդակագործ Ժենոլան կլայեկում է աշխարհը, տալով նրան մի տեսանելիություն, որը հումորի և սարսափի հատման կետին է։ Գյումրիում ռեզիդենցիայի համար քաղաքից հավաքած նյութերը տարափոխել և մոնտաժվել են բանաստեղծական և էսթետիկ անալոգիաներով, առաջնորդվելով նյութերով որպես այդպիսին կամ ոգեշնչվելով տեղաբնակների պատմածներով։ Ցուցադրած քանդակները պատրաստված են մուշ թաղամասում պեղված նյութերով և պատմություններով։
Սև ղուլ է, մահացած հոգիների, հսկիչը։ Տեսնում եմ բազմաշերտ պատերի պալիմստեսը։ Նախորդ պատմությունը ներկա է հաջորդի մեջ։ Պատը գիտակցականի ու ենթագիտակցականի բազմաշերտ խաղի բովանդակությունն է, որը ենթադրում է ժամանակների հաջորդականության զգացողության առաջացում։ Ժամանակները խաչաձևում են ղուլի պատերի սևության մեջ։ Յոթ ամիս է ինչ Ֆլավին Գյումրիում աշխատում է որպես կամավոր երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում։ Ֆրանսիայում արվեստի և մշակույթի մենեջմենտ ուսանելուց հետո նա նախաձեռնեց Ֆրանսիայի և Հայաստանի արվեստագետներին համատեղելու այս ինքնատիպ ծրագիրը։ Լինելով այս ծրագրի համակարգողը, Ֆլավին աշխատել է միջոցների ձեռքբերումով և տեղական գործընկերների հետ համագործակցելով։ Կուզենայի շնորհակալություն հայտնել Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղին, որովհետև ներդրում էր արվեստագետների, հայ և ֆրանսիացի արվեստագետների համար տրամադրել արվեստանոց, որտեղ մենք կարողացանք ստեղծագործել այս մեկ շաբաթվա ռեզիդենցիայի ընթացքում։ Շնորհակալություն նաև Բեռլին հյուրերի տանը հյուրընկալելու քանդակագործ արվեստագետ Սոֆի Դոդին, նաև տեղի ունեցած workshop-ների և պրեզենտացիան կազմակերպելու համար։ Շնորհակալություն նաև Վայասի հասարակական կազմակերպությանը, ով հնարավորություն ստեղծեց արվեստագետներին մնալու համար։